տարվա սեպտեմբերի 1-ի ուրեմն դրությամբ։ Այս թվայնացման գործիքան կազմը վարորդական վկայականի հետ կապված սրանով ինչ խնդիր ենք լուծում, միայն այն, որ եթե վարորդների մոտ փաստացի չի լինում վկայականը, բարեկային ծառայողը չի տուգանի, թե այլ ասենք համակարգային կամ չգիտեմ դրա խնդիրների։ Շատ կարևոր հարցադրում եք անում, երկու հիմնական խնդիր ենք լուծում։ Առաջինը դա ծառայության մատուցման որակի բարձրացումն է, սրանով մենք ուրեմն նվազեցնում ենք, հնարավորինս նվազեցնում ենք այն վարչարական բեռը, որ կարող է առաջանալ ուրեմն վարչական մարմնում ունենալով թվային վիճակում այս ամբողջ տեղեկատվությունը վարչական մարմինը կարող է այն ավելի դյուրին կիրառել դեպի վիճակագրության եւ այլ նպատակներով եւ երկրորդը մեր բոլոր ծառայությունները ավելի թվային միջավայրում մատուցելու գաղափարն է, որպեսզի հետագայում այլ վարչարական գործողությունների համար օգտագործելիս քաղաքացիները կարողանան, ասենք, բազայում ուրեմն ունենալ իրենց այդ վկայականները եւ սրանք ուրեմն հենք են նաեւ արդեն, որպեսզի մենք կարողանանք տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքները եւս իրականացնել on-line միջավայրում, չհասանք այդտեղ եւս մեկ նախաձեռնություն ունենք այս մասով, ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում փոփոխությունների փաթեթը, որը եւս կառավարության կողմից հաստատվել է եւ ուղարկվել է խորհրդարան, որը նախատեսում է հիմքեր, որպեսզի ուրեմն մենք կարողանանք ծառայությունը մատուցել on-line միջավայրում, այն է հաշվառման ծառայությունները, տրանսպորտային միջոցի հաշվառման ծառայությունները մատուցենք on-line միջավայրում եւ տրանսպորտային միջոցի առուվաճառքը եւս իրականացվի on-line միջավայրում, դրա համար արդեն կառավարության համապատասխան որոշում կար, որը եւս ընդունվել է, այս ամեն ինչը մի կոմպլեքս է, օրենսդրական փոփոխությունների կոմպլեքս, ենթաօրենսդրական փոփոխությունների կոմպլեքս, ինչպես նաեւ թվային ենթահամակարգերի ձևավորման կոմպլեքս, բոլորը անհրաժեշտ է ունենանք, որպեսզի մենք կարողանանք մեքենայի հաշվառումը, տրանսպորտային միջոցի գրանցումը, հաշվառումը, առուվաճառքը, այս երեք հիմնական գործողությունները, ինչպես նաև գրավի եւ լիզինգի հետ կապված հարաբերությունները մարդիկ կարողանան իրացնել թվային միջավայրում, բացի այդ նախատեսում ենք նաև քաղաքացիների ծառայության մատուցման որակի տեսանկյունից եւս մի կարևոր այսպես լիազորող նորմ, մի դրույթ, որ եթե անձը ցանկանում է, նրան կարող է ուրեմն պետհամարանիշը, ինչպես նաև հաշվառման վկայագիրը առաքվել։ Այս դրույթը եւս ուրեմն նախատեսվել է օրենսդրական փոփոխություններով փոստային ճանապարհով առաքումների համար եւ եւս մի դյուրացում, կարծում եմ դա ծառայությունների մատուցման որակի վրա էականորեն կանդրադառնա, մենք հնարավորություն ենք ստեղծում հավելյալ վճարի դիմաց, ուրեմն առավել կարճ ժամկետում վարչական վկայական ստանալու համար քննությունների մասնակցության համար, որովհետեւ ներկայիս գործող կարգավորումներով, երբ որ անձը ուրեմն անհաջողությամբ է հանձնում կամ չի հանձնում վարչական վկայական ստանալու համար քննությունները, լինի տեսական թե գործնական, երբ որ առաջի անգամ ուրեմն չի կարողանում հաղթահարել այդ բարիերը, նա կարող է միայն 7 օր անց ուրեմն մասնակցել նոր քննությանը, իսկ եթե երկրորդ անգամ եւ հաջորդական անգամներ անհաջողության է հանդիպում այս քննությունը հանձնելիս, միայն 30 օր անց կկարողանա մասնակցել քննությանը, մենք հավելյալ վճարի դիմաց հնարավորություն ենք ստեղծում, որ անձը կարողանա առավել շուտ ժամկետում հանձնել այդ քննությունները, եթե առաջի անգամի մասին ենք խոսում 1 օր անց եւ 3 օր անց, եթե խոսում ենք երկրորդ եւ հաջորդական անգամների մասին, ապա ուրեմն 1 շաբաթ անց եւ 2 շաբաթ անց։ Տեսեք, այդ ժամկետները